200,000 դրամի եւ պակաս աշխատավարձ ստացող քաղաքացիները դեռևս չեն ընդգրկվում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում եւ շարունակում են օգտվել գործող սոցփաթեթից։ Սակայն նորություն կա. սոցփաթեթից օգտվելու համար այլևս պարտավոր չեն բուժզննում անցնել։ Միջև 200,000 դրամ ստացող աշխատավարձ ստացող շահառուները իրենք էլի ցանկության դեպքում կարող են գնալ, կարող են չգնալ, 201,000 ավելին արդեն գնում է ապահովության փաթեթի շրջանակներում իր տարեկան այդ բուժզնման անցումը։ Հայաստանում սոցփաթեթի մոտ 130,000 շահառու կա։ Առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանի խոսքով այդ մարդիկ հայտնվելու են անհասկանալի իրավիճակում։ 72,000-ը, որը հաճախ խոսակցական ասում են հանգստի փող, սակայն դա այն սոցիալական գումարներ, որ կարողանում էին սոցփաթեթի շահառուները կանխիկացնել, հանգստանալ, ինչպես նաև կարողանում էին ուսման վարձ, եթե չեմ սխալվում, փոխանցել, ապա անհասկանալի է այս գումարի հետ ինչ է կատարվելու։ 200,000 դրամից ավելի ստացողների համար էլ հակասական կետեր կան։ Մի կողմից պարտադիր է ապահովագրությունը, մյուս կողմից, եթե չանցնես պարտադիր բուժզննումը, փաթեթը չի ակտիվացվի։ Եթե դու ուզում ես քո սոցփաթեթի գումարը ստանաս, պարտադիր չի դու գնաս անցնես բուժզննում, բայց եթե դու ուզում ես, որ ապահովագրական քո փաթեթը գործի, այո, պարտադիր է, որպեսզի դու անցնես բուժզննում։ Եթե քաղաքացին դիմումով ցանկություն է հայտնում սոցփաթեթն ուղղել ապահովագրությանը, սեփական գրպանից մնում է վճարել ամսական 300 դրամ։ Փոխարենը կորցնում է սոցփաթեթի բոլոր արտոնությունները։ Բայց կա եւս մեկ խնդիր։ Հաճախ հիվանդներին տալիս են պատասխաններ գնացեք 3 շաբաթ հետո եկեք, որտեվ դեռ չգիտենք ինչի մասին է խոսքը։ Իրականում շատ անպատրաստից, շատ անհասկանալի մուտք են գործել, չկան պայմանագրերը, չկան նորմալ փաստաթղթավորում։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը ներդնելիս առաջ էր մղվում կանխարգելիչ բժշկության կարևորությունը։ Առողջապահության ոլորտի կազմակերպիչը հարց է բարձրացնում։ Այդ դեպքում ինչու է ընդունվում որոշում, որը հակասում է ոլորտի եւ պետության որդեգրած երբեմնի սկզբունքներին։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։